Հա, հասկացա ապեր։ Լավ։ Բարև։ Արծես։ Այս Արթուրը չի եկել։ Գրասենյակից էին զանգել, ասլին հիմա գնա ինքն էլ գնացել է։ Աշխատանքի համար։ Ինչ լավ է։ Բա ինչի ինձ չի ասել։ Քեզ անակնկալ է ուզում անիվիկ։ Հեսա ընդունվի կասի։ Մենակ դուրս չեկավ, որ դասերի հաշվին է գնացել։ Դե հա, այս մի անգամն է։ Իրան գիտեն, որ Արտուրը ուսանող է ու դասերից հետո է գնալու։ Հա, տենց լավ։ Վիկ, ուրախ չես։ Թող գա պատմիկ ուրախանամ։ Գնանք։ Երեխեք եթե խոսալու բան ունեք, ես գնամ։ Չէ, վրաս բան չկա, Վիկ, հետո կխոսանք։ Դե եկեք ուրեմն զանգը կտա հեսը։ Հիմա չգիտեմ ախար ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Լավ, արի կարճ ու կոնկրետ խոսանք էլի, բայց նեղանալ չլինի։ Ոնց կա ասեք, ես չեմ նեղանա։ Արսիկ ջա, ես չգիտեմ դու Դավոյի հետ ինչ եք պայմանավորվել, ոնց եք պայմանավորվել, բայց եթե դու կարողանում ես Դավոյին ցած մատիդ վրա պատտացնես, իմ հետ դա չի անցնի։ Դավոն ասեց, որ անկախ նրանից դուք կբաժանվեք թե միասին կմնաք, ինքը շարունակելու է ֆինանսավորումը։ Տենց եք խոսացի, չէ՞։ Իսկ ինչի է Դավիթը ձեզ նման բան ասել։ Իա, ես դուրը չեկավ, որ ամուսինը իր հալալ պապայի հետ կիսվում է ձեր գաղտնիքներով։ Իսկ ձեզ դուր կգար։ Այ, ապրես, կամած, ատամները ցույց ես տալի։ Տո ճիշտ ես անում, ցավը տանեմ, բա ոնց։ Աշխարհի կարգն ա տենց։ Ցույց չտվեցիր, հում կուլ կտան։ Հիմա նայ, Արսիկ ջան, դու հիշում ես, չէ՞, մեր պայմանավորվածությունը։ Այ, գլխի ես ընկնում։ Ճիշտ է, բաժնեմասերի կեսը Դավոյի ձեռն է, իսկ ինքը խոստացել է, որ շարունակելու է ֆինանսավորումը։ Բայց այն դեպքում, եթե դու որոշես բաժանվել, ես բերանս կբացեմ։ Կներես, որ սենց հրատապ ասեցի, որ հանդիպենք։ Երեկվա համար ես ուզել հանդիպենք։ Մի անհանգստացի, ամեն ինչ լավ է։ Հա, շատ լավ է, բայց այս անգամ ուրիշ թեմա էլ կա։ Օլատ էր զանգել։ Ճիշտ ասած, այս անգամ որոշեցի պատասխանել, որովհետև գիտեի, որ գնացել Լուսեին տեսել։ Ասեցի մի հատ վերցնեմ հեռախոսը, մի լավ բարկանամ վրան, էնել այնպիսի բան ասեց, լռեցի։ Իզաբել, խնդրում եմ, ես հոգնել եմ, իրոք հոգնել եմ։ Իմ կողմից ցանկացած անհանգստության դրսևորում այդ մարդը որպես սեր է անցալում, հետո էլ Չէ, այս անգամ լրիվ ուրիշ թեմա է։ Ես սա կվերցնեմ ինձ հետ, կնայեմ, հետո կտամ քեզ, իսկ դու զբաղվի հին թաղի թղթաբանությամբ, որ այդ մարդիկ կան, բաժանենք, ձեռքների տակ բան ունենան, էլի։ Ոնց հիմա հին թաղի ժողովուրդն է ստեղ գալու։ Հա, մի երկու հոգի, չգիտեմ, կարող է էլի մարդիկ միանան։ Արգամ ջան, մի հատ խնդրանք էլի, կլինի ես ամեն ինչ պատրաստ եմ տամ քեզ ու գնամ շին հրապարակ։ Ինչի՞։ Դե հին թաղի հետ կապված էլի, Սրափյանի հետ։ Լավ, հիշեցի, չես ուզում, որ քեզ տեսնեմ։ Հիմա էլ, որ հիշում եմ, ամոթից գետինն եմ ուզում մտնել։ Լավ, հասկացա, դե արագացր։ Ես հիմա Օլան գնում է։
Ուր ա գնում։ Հիմա Մոսկվա է գնում, ինձ զանգել էր, որ խնդրեր բրոկերի համար տա իրան, որ շուտ վաճառվեր բնակարանը։ Կամ, չգիտեմ, կարող է հատուկ անում, որ քո ռեակցիան ստուգի։ Ես ռեակցիա չունեմ։ Պապային ասա թող զբաղվի տան վաճառքով։ Որ իմանա Օլիայի տունն է, հաստատ ավելի արագ կվաճառի։ Հա, իմ մտքով էլ դա անցավ իրականում։ Իզաբել, ես շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Ես ուզում եմ, որ Օլիան երջանիկ լինի։ Եթե ինչ-որ կերպ հետագայում նա քեզ իմաց կտա, որ ինչ-որ օգնություն է պետք, դու առանց իրեն ասելու ինձ ասա, ես կօգնեմ։ Ամեն դեպքում ես ինձ մեղավոր եմ զգում այս պատմության մեջ։ Իսկ տանը, ասեցիր, խոսել եք, հաշտվել եք, ամեն ինչ նորմալ է։ Դե Լուսեն հասկանում է, որ ամուսնացել ենք ու պիտի ընտանիք դառնանք։ Ինձ թվում է խնդիրն ուրիշ տեղ է։ Այդ տղային չի կարողանում մոռանալ։ Մտածում է, որ եթե մի անգամ սիրել է, էլ չի կարող սիրել։ Ինքն է ասել։ Ուղիղ չի ասել։ Հարց տվեց, բայց դե միտքը դա էր։ Ամեն դեպքում անկեղծ է։ Իսկ դա արդեն լավ է։ Համաձայն եմ։ Կներես։ Ալո։ Իսկ եթե չես զում բերանս բացեմ։ Ասեք, մի ամաչեք։ Ասում եմ ամաչեք, տնաշեն ես ուր, ամոթ ուր, շատ մեծ կարծիք ես իմ մասին, Արզիկ ջան, հիմա տես, եթե չես զում բերանս բացեմ, բայց միաժամանակ ուզում ես բաժանվես, հարց չկա, ուղղակի այդ դեպքում արգամի ընկերության քո 25% բաժնեմասերը տալիս ես ինձ։ Հալատես է, աչքն էլ չթարթես։ Այ լուսե, լսի, դու ինձ ավելի նման ես, քան իմ այն բարադի երեխեքը։ Հա, Դավիթ։ Դուրս եմ եկել մերոնց գնամ, ինչ-որ բան կա։ Լավ, հասկացա։ Ինձ կներեք, ես շտապում եմ։ Ասածս Լսեցի ու հասկացած ես։ լսի, բայց այս իր բնավորությունը, ադե դավոյից բախտը բերել է էլի։ Լա գնա, Արսիկ ջան, գնա չխանգարել։ Այնքան ուրախ եմ Արթուրի համար։ Հա, մնում է Վիկայի հետ էլ իրար հասկանան, հանգիստ ապրենք։ Կհասկանան հանգիստ տեղի։ Դու ինչ էր ուզում ասեիր։ Սի դու քո համար լուրջ է մեր այս շփումը։ Հա, շատ լուրջ է։ Քո համար չէ։ Հա, ոնց չէ։ Ես մերոնց ասել եմ։ Ինչ ես ասել։ Դե որ շփվում ենք։ Բայց ասել ես, որ ես եմ։ Մամային հա։ Չնայած Լուսեն մամային հաստատ ինչ-որ բան ասել է, բայց այդ կարևոր չի։ Դե մամատ էլ հաստատ պապայիդ է ասել։ Չէ, պապային ես եմ ասել։ Դե մենք բացի են, որ հերու տղա ենք, համել ընկերներ ենք։ Ու հիմա ինքը սպասում է։ Դե որ գաս մեր տուն ծանոթանանք։ Չնայած ծանոթանալը որն է, տեսնի որ դու ես։ Ինչ եղավ։ Չէ, ուղղակի անսպասելի էր։ Շատ եմ շտապում։ Չես ուզում։ Չէ, չուզելու հարցը չի, ուղղակի ամաչում եմ մի քիչ։ Համ էլ վախենում եմ ինչ չհավանեն։ Չէ, ինչ եղել որ չհավանան։ Հաստատ կհավանան։ Կանք ինձ վաղն էլ գնանք։
Լավ, արի սենց անենք։ Դու հենց զգաս, որ պատրաստ ես, ինձ ասա, լավ։ Լավ։ Սուրճ։ Սուրճ։ Գնացինք։ Վաճառքի մասնագետ եմ լինելու։ Ատեղ ինչքան ես աշխատելու։ Լավ է լիվիկ։ Հա, ժամանակին հեշտ փողի հետևից շատ եմ վազել, բայց հիմա չէ, որովհետև հասկացա, որ այդ հեշտ փողը կարա շատ վատ բաներ բերի։ Հա, ուրախ չես։ Թող մի ամիս անցնի հասկանամ ամեն ինչ լավ է, նոր կուրախանամ։ Պայմանավորվեցինք։ Իսկ այսօր ինչ-որ տեղ չենք գնալու։ Չէ, չեն կարա։ Ինչի։ Դե որովհետև աշխատավարձ չեմ ստացել։ Այսինքն մի ամիս ոչ միտեղ չենք գնալու։ Չէ, սուրճ խմել, քայլել կարող ենք, բայց երբ փող կլինի, նոր մնացածը կանենք, լավ։ Գնացինք 12 րոպեից կսկսի։ Յա, Հարազատ ջան, ես քեզ եմ ուզում տեսնել։ Հարուտ ձեզ հարգանքներս, ոնց եք։ Բոլորից լավ։ Շատ լավ, համեցեք։ Հիմա տես Հարազատ ջան, ուզում եք մի 15 հոգով գանք ձեր մոտ նստենք տղեկով։ Նոնեջկաս ասում էր, որ շատ լավ փաթեթներ ունեք, տարբեր գների ու բոնուս նվերներով, հա։ Իհարկե, բոլորն էլ կան ուղղակի 40 անցից սկսած է գործում փաթեթները։ Այսինքն կամ պետք է մի 25 հոգի էլ գտնենք բերենք, կամ էլ մենք գանք, մեզ տեղավորեք ու հաց ուտենք, հա։ Դե հա։ Իսկ ուտելիքի պահը։ Ուտելիքը մենյուով է։ Ինչ ցանկանաք, ինչ պատվիրեք, եթե կմատուցենք։ Դու գիտեմ ցավտան, գիտեմ անմահականա։ Իսկ նախորոք ամրագրել պետք է։ Դե երեկոյան միջոցառումների համար ցանկալի է ամրագրել։ Հավես հիմա ցերեկա, հիմա ինձ տեղ կտրամադրեք, նստեմ մի կտոր բան ուտեմ։ Իհարկե կտանք, ցերեկը հեշտ է։ Նայ։ Գնացինք, համեցինք։ Ես հանդիպման եմ ժամանակ չունեմ, ուզում եմ հասկանամ եք ինչ է եղել, որ դու վերստացել եկել հասել ես մեր թաղերը։ Հին թաղի հետ է կապված չէ՞ հանդիպում։ Ահա, բայց դու ինչ կապ ունես։ Ես կապ չունեմ, ամուսինս կապ ունի։ Այդ գիտենք հետո։ Գիտեք, պետք չի տենց կոպիտ հա ինձ հետ խոսել։ Ամեն դեպքում ձեր ուզած ինֆորմացիան ես չունեմ, բայց փորձում եմ ինչ-որ բանով օգտակար լինել, վատ է։ Դու շատ լավ դիվանագետ կդառնայիր, գիտես։ Հաստատ։ Ասենք դու իմ սիրուն աչքերի համար ես ինձ այդ ինֆորմացիան տալիս։ Թե ընդամենը նրա համար, որ ես Սրապյանին ոչ մի բան չասեմ Անահիտի հետ կապված։ Տենց է։ Տենց է, բայց ամեն դեպքում կարելի է, չէ՞ մի քիչ ավելի։ Ինչ։
Իսկ լինի կարճ կոնկրետ խոսես, առանց քո այդ բաների։ Լսում եմ։ Հիմա կասեմ։ Հա, արեք։ Ինչի դու որտեղ ես։ Հա, գործը ավարտի գնա աշխենի։ Հա, ցավդ տանեմ։ Հա, ավարտի գործերը տարի իրար հետ կգնանք։ Վայ, Արեկ ջան, տունն եմ, բաուր եմ, Իա։ Լավ։ Այ մարդ չէ, այդ արկրվելու բան չկա։ Ես արդեն խոսացել եմ, ամտիր ռեստորանն է, ուտելիքներ անմահական, մնումա օրն ու ժամը պայմանավորվեք ու վերջ։ Լավ, դեք սպասեմ զանգին։ Նոնեչկը, ոնց ես նոնեչկը։ Դե որ ձեր տրամադրությունը սենց բարձր է, ես ոնց կարող ավատ լինեմ։ Բարձր օրն է լսի, ընտիրա։ Սուրճ։ Չէ, խմել եմ։ Դե լավ, իսկ ինչի կապակցությամբ եք սենց ուրախ։ Ասեք ես էլ ուրախանում։ Հարսիկիս, ցավը տանեմ, հարսիկիս։ Դավիթի կնոջ։ Գերես ինչ խելոք աղջիկա ու Դավիթը չէր պատկերացնում, ոնց է բախտը բերել։ Իրոք այդքան լավն է, պարոն Սարոյան։ Շշմելու։ Լսի, դավո ասացի հիշեցի, դու զանգեցիր դավոյին, ասեցիր իմ ասածը։ Հա, ոնց ասել էիք։ Հետո։ Հետո բավականին կարճ կապեց զրույցը։ Իրան ինչ չի։ Անդրամադիր էր շատ։ Ճիշտ է, այդ զգացվեց, բայց ինքն էլ դրա մասին ինձ ասաց։ Բայց իրոք, պարոն Սարապյան, շատ անդրամադիր էր Դավիթը, հոբան չի եղել։ Ոյ, հիմա էլ դավոյի համար ես անհանգստանում եմ, ախր շատ սիրառատ ես նոնեչկը։ Պարոն Սարապյան, տարական քաղաքավարությունը, ինչ սիրառատի մասին է խոսքը։ Կատակ եմ որոնք։ Շատ վատ կատակ էր, ասեմ իմանաք, ազատ եմ, կարող եմ գնալ։ Ազատ ես, կարող ես գնալ։ Գնի։ Բարև Դավիթ ջան։ Ես արդեն ձեր բախում եմ։ Իսկ ասեք, որ հարկ պետք է բարձրանամ։ Շատ բարի։ Ես արդեն հեսա բարձրանում եմ։ Համեցեք։ Մերսի շատ։ Բարև ձեզ։ Դուք տան համար 5 փաթեթ եք ընտրել, չէ՞։ Այո։ Շատ լավ։ Հիշեցնեմ, որ այս փաթեթի դեպքում մենք կտրամադրենք ձեզ 2 Wi-Fi սարք, որը կտեղադրենք իրայից որոշակի հեռավորության վրա, որ ամբողջ տան ինտերնետը լինի համարակ, համ էլ կայուն։ Շատ լավ։ Դե կարող եք սկսել աշխատանքը։ Շատ լավ։ Դե ուրեմն սկսենք շքամուտքից։ Շատ լավ։ Անհամբեր սպասում եմ երբ ենք միանալու այդ թեմին, որ 2000 անվճար ֆիլմ նայելու հնարավորություն ունենանք։ Նաև ունենալու եք 150 հեռուստաալիք 3 օր քեչափով։ Իդեպ ձեր շենքի մուտքում տեղադրված է մեր ընկերության դամոֆոնը, որի արժեքը ներառված է այդ 8500 դրամանոց փաթեթի մեջ։ Շատ հաճելի է։ Դե եկեք ստուգենք ինտերնետի արագությունը։ Վիդեոները շատ լավ բացվում են, ամեն ինչ կարգին է։ Ես էլ թեմը ստուգեմ, Ընտիրա։ Շատ լավ։ Դե երկրորդ սարքն էլ տեղադրեմ ու վերջացնեմ իմ աշխատանքը։ Շատ լավ։
Շատ հաճելի է ձեզ հետ համագործակցելը, շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ասի բայց դա հաստատ, հա? Դա չէ, լավ ես արել, եթե չասեիր ավելի վատ կլիներ, լավ, կզանգեմ։ Պարոն Սրաբյան, թղթերն եմ գրել, որ ստորագրեք։ Լսի աղջիկ ջան, դու քեզ ինչի տեղ ես դրել, հա? Երբ ուզում մտնում ես, երբ ուզում հարց ես տալիս, կարող գիտես ես քո քերրին եմ։ Պարոն Սրաբյան, ես ընդհանրապես գործով էի։ Այնպես որ շարունակում եմ։ Լսի դու որ մտար, տեսա, չէ որ հեռախոսով եմ խոսում։ Հա, տես։ Բախի մտար, կարողանես բան եմ խոսում, որ դու չպետք է լսես։ Դե գոնե ձերի համար մի հատ հարց տայիր։ Առաջին անգամը չէր, հետո ես միշտ էլ։ Լսի, դու միշտ էլ գլուխդ պատով ես տվել։ Գնաս տեղից։ Պարոն Սրաբյան, ես ձեզնից բան չեմ հասկանում, գիտեք։ Օրվա մեջ դեր տրամադրությունը 1000 անգամ փոխվում է, ու ես չգիտեմ ինչ անեմ, որ այդ ձեզ դուր գա։ Իսկ դու փորձի նոնեջկա, ուղեղդ աշխատացրու, գնաս տեղից։ Թուրը։ Բայց ինչի չուզեցիր երեխեքին զանգենք։ Հավես չունեմ։ Ինչի Արթուրը ինչ է ասել։ Բան չի ասել, բայց մի տեսակ է։ Իկա կարող է վերջապես ասես ինչ է եղել։ Հետո ձեզնից ինչ կա։ Դե Արամը առաջարկում է գնանք իրանց ծուն ծնողների հետ ծանոթանանք։ Բայց դուք իրար ծանոթ եք։ Հա, տեսել ենք իրար, ուղղակի իրանք չգիտեն, որ ես ու Արամը ընկերություն ենք անում։ Ինքը ասեց, որ ընկերուհի ունի, տնեցինել էլ ուզեցան մեզ տեսնել։ Ուրախ չես։ Այ շնորհակալ եմ տիկինս։ Կարող եմ իմանալ ուր էիր գնացել տենց շուտ։ Իհարկե կարող ես։ Այն ինչ որ չի վերաբերվում իմ գործերին, կարող ես։ Գնացել է Դավոյի ամուսնությունը բետոնելու։ Մեր հարսիկին տեսել էի։ Հետո։ Հետո ինչ։ Հետո ուզում ես իմ կարծիքը իմանաս, դժվար էլ բաժանում են։ Եվ այդ ինչ ես արել։ Դավիթը գիտի։ Չէ, դեռ չէ։ Լսի, այդ Օլայի համարը չմոռանաս ինձ։ Տղերքին ասեմ, մի շաբաթում ծախեն, քանի միտքը չի փոխել։ Ասա։ Եվ։ Այդ հաստատ, հա։ Նա, ուպես։ Շուրջը ծարեց։ Վայելի։ Ասացիր, որ անպայման հանդիպենք։ Ձենդ էլ մի տեսակ էր, ինչ-որ բան ա եղել։ Չէ, ձայնս այդպիսին է, որովհետև դե վազում էի, որ ավտոբուսին հասցնեմ, տեսա, որ մոտենում է կանգար։ Հասար։ Արեգ, քեզ բան ունեմ ասելու։ Դե իրականում քեզ չէի ուզում ասեի այս մասին, բայց երեկվանից մտքիցս դուրս չի գալիս։ Քոլուսեին եմ տեսել։ Դե մի անգամ Սաթենը ցույց տվեց նկարը, շատ պատահական, ու հանդիպեցինք, շատ տխուր էր, աչքերն ու հայացքը մտքիցս դուրս չի գալիս, Սաթենին էլ ասեցի, ինքն էլ շատ տխրեց, չգիտեմ ինչի եմ ասում, բայց ուզեցի, որ դու իմանաս։ Այսօր հանդիպելու եմ հետը։ Ժամադրվել եք։ Չէ, գործնական հանդիպում է։ Ինքն է գալու հայրը ու այնտեղ են ու մտ ամուսնացավ։ Հա, հին թաղի հետ կապված։ Չգիտեմ, գնամ թե չէ։
Իսկ քեզ շատ շնորհակալ եմ, որ ասացիր։ Չգիտեմ ճիշտ արեցի, ասեցի թե չէ, բայց չեմ ուզում Սաթենը նեղանամ։ Ինքն էլ է շատ անհանգստանում քո համար։ Հանգիստ եղի։ Սաթենին ոչ մի բան չեմ ասի։ Լավ, ես գնամ։ Սաթենը ինձ է սպասում։ Գնամ, որ չուշանանք։ Հետո կպատմես։ Կպատմեմ։ Դե կսպասեմ։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Ուղղակի հետաքրքիր է։ Արթուրը իր տանեցիներին իմ մասին ինչ-որ բան ասել է։ Դե դու հարցրու։ Իսկ դու ձերոնց բան չես ասել։ Դե մաման գիտի։ Պապային էլ ասել է։ Այդքան դուրս ու ներս ենք անում, չի մանային։ Դե չեն ուզում ձերոնք տեսնել իրան։ Երևի սպասում են ես առաջարկեմ։ Դու էլ սպասում ես Արթուրը առաջարկի։ Չէ, իմ մտքով չէր էլ անցել, դու ասացիր ես նոր սկսեցի մտածել։ Դե դու Արամը շատ լուրջ եք։ Կարող է դրանից է։ Կարող է։ Մի հատ էլ մուլտ նայեցինք, նոր եկանք։ Ձյաձյարգամ, իսկ պապային ասել եք։ Չէ, իսկ դու չես զանգել։ Լինեմ անկեղծ, Դավիթ ջան, ձեռքս չի էլ գնում որ զանգեմ, չխաբեմ էլ է։ Դե հա, հասկանում եմ, գալու է կռիվ սարքի։ Հա, իսկ մեզ կռիվ պետք չի։ Եթե հին թաղի բնակիչները հավաքվեն ու ընդհանրապես հրաժարվեն, մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Դե հա, բացի դա այդքան գումար ենք ծախսել։ Իսկ եթե մենք կարողանանք նրանց հետ միասին համաձայնության գալ, համ քաղաքը կշահի, համ բնակիչը, համ էլ մենք։ Ճիշտ է, մեր օգուտ այնքան մեծ չի լինի, բայց առաջին երկուսը արդեն բավականին լուրջ ձեռքբերում է։ Դավիթ, իսկ պապատ չի նեղանա։ Մեկը իմանալու է։ Դե գուցեև նեղանա, բայց այդ ընթացքում մենք արդեն համաձայնության եկած կլինենք։ Ես զարմանում եմ ձեր լավատեսության վրա։ Դավիթ կներես, բայց քո պապայի համար այդ համաձայնությունը նշանակություն չի ունենալու։ Ընդհակառակը ինքը ամեն ինչ անելու է, որ քանդի ամեն բան։ Կներեսի կարիք չկա, Լուսե։ Ես իմ հորը լավ եմ ճանաչում։ Ու այնպես չի, որ ասածներիդ հետ համաձայն չեմ։ Բայց ամեն դեպքում ես չեմ պատրաստվում հանձնվել։ Այ այդ ամենակարևորն է։ Դա ամենակարևորն է։ Դե ուրեմն հիմա տեսեք ինչ ենք անում։ Այս թղթերը դասավորեք, որ ձեռքների տակ բան ունենան, իսկ մենք նոր նախագիծը քննարկենք։ Չգիտեմ, մտածում եմ իզուր ասեցի։ Հա ինչքան էլ ուրախացավ իմ համար, բայց մեկը նեղվեց։ Արտուրը Վիկային շատ է սիրում։ Ուղղակի ինչքանով ես եմ հասկանում, ինքը տանեցիների հետ լավ հարաբերությունների մեջ չի։ Մանավանդ հոր։ Երևի դրա համար չի ուզում Վիկային հրավիրի անցնում։ Իսկ Վիկան գիտի։ Չէ, դե ինչ մի հաճելի ասելու բան է որ ասի։ Բա Վիկան ինչի չի հրավիրում Արտուրին։ Ասեց, որ մտքով չի անցել։ Համ էլ ասեց, որ Արթուրը այս վերջերս մի տեսակ է։ Ինչի։ Որտեղ չի հրավիրել։ Չգիտեմ, չասեց։ Խոսանք հասկանամ իրար, մի մտածի։ Դու կարող ես ինչ-որ բան գիտես ու չես ուզում ասես։ Չէ, դե չուզելու բան չկա։ Ուղղակի ճիշտ կլինի Վիկան քեզ ասի։ Ես մտածում եմ, որ մենք իրարից գաղտնիքներ չենք պահում։ Հայլի չենք պահում։ Ուղղակի այդ մեզ չի վերաբերվում Անայիս։ Ճիշտ ես։
Ինչ կար այսքան ժամանակ գրադարանում։ Հերթ, Բա գիրքը տուրա։ չվերցրի։ Ինչի։ Որ էջերը, որ ինձ պետք էր, չկար։ Բա այլ ինչ հերթ։ Թե գիրքը վերցնելուց տեսար, որ էջերը չկա։ Արթուր, ինչ ես ուզում։ Հեն որ մի ժամ է այստեղ կանգնած եմ։ Հաստատ գրադարանում էիր։ Բա ուր պիտի լինեի։ Եսի։ Այսինքն, Վիկա, կյանքում այդքան հերթ չի եղել գրադարանում։ գայր քո աչքով տենայր։ Ուր ես գնում։ Հոգնած եմ, տուն եմ գնում։ Տուն ես ուզում, տուն կտանեմ։ Եկեք, Սաթեր ջան, եկեք, համեցեք, նստեք, Արեգ ջան, դու էլ նստիր, այդպես, ուրեմն, տեսեք, այստեղ հաշվարկներն են, հետո ես ձեզ ցույց կտամ նախագիծը, սա կկարդաք, կհասկանաք ինչից հետո է, իսկ հիմա երեխեք ջան, որ մեկ տա սկսում։ Մի րոպե, Ագամ ջան։ Իսկ սիրելի գործընկերդ ուրա դուրս է եկել նախագծից։ Չէ, դուրս չի եկել։ Իր փոխարեն ես եմ այստեղ։ Դու քո փոխարեն ես, տղա ջան։ Ես գիտեմ, որ դու բաժնետեր ես, բայց միայն քո մասի, չէ՞, այնտեղ մյուս մասը Սուրեն Սրապյանինն է։ Ուրա ինքը։ Բայց Սուրենը քո ինչին է պետք, Սաթեն ջան։ Էմեշ են կաչել, որ ծանոթանանք նախագծին, համաձայնենք կամ չհամաձայնենք, ճիշտ եմ հասկացել, Արգամ ջան։ Հա, ճիշտ ես հասկացել։ Դե որ ճիշտ եմ հասկացել, հարցս կրկնում եմ, ուրա Սրապյան Սուրենը։ Այս տունը որ նոր էինք առել, մտածում էի ես երկար ճանապարհը ոնց են գնալու կամ բայց որ քեզ հետ եմ քայլում, մեզ տպավորեցնում ոնց որ ճանապարհի կեսն եմ անցել։ Թե դու կմտածես, չէ՞։ Մեր տուն գալու պահով։ Անպայման։ Դե ես էլ չեմ ասի։ Դու կասես, հա։ Բարի երեկո, երեխեք ջան։ Բարև ձեզ։ Ես պատշգամբում սուրճ էի խմում, եկել տեսա, եկել եք։ Համեցեք ներս, սուրճ, թեյ, կամ եթե սոված եք, եկեք հաց ուտենք։ Չէ մամ, Արամի հետ սրճարան ենք գնացել։ Թեյ։ Շատ մերսի շատ հրավերի համար։ Թող մնա մի ուրիշ անգամ, հա։ Հիմա արդեն ուշ է։ Ես գնամ դուք հանգստացեք։ Վայ, Արամ ջան, եկել հասել ես, որ թողնենք ուրիշ անգամ, բա։ Ընտրում եմ։ Ուրեմն թեյ։ Այ էդ ուրիշ բան։ Կարող է վերջապես մի բան ասես։ Սա ճանապարհի ընդամենը 10 բառ խոսացիր, այն էլ մի կերպ։ Վիկա։ Դու գիտեիր, որ Արամը Անայիսին տանում է տանեցիների հետ ծանոթացնի։ Լուրջ։ Չէ, չգիտեի։ Տենում ես ինչ մուզմուզնա։ Անայիսն է ասել։ Իսկ դու ինչ ես մտածում։ Ինչի համար։ Չես ուզում ինձ քո ընտանիքի հետ ծանոթացնես։ Հետո էլ ասում ես, որ ինձ շատ ես սիրում։ Հա, դրա համար էլ ամբողջ ճանապարհին նեղած էիր, չէ։ Նեղած չի, նեղացած է։ Հա, քո ասածն է։ Էս էլ պատճառը։ Հարց տվեցի, հարցից պատասխանի։ Իրականում նախագիծը շատ լավն է։ Մենք աշխատելուց առաջինը բնակիչների մասին ենք մտածել։ Մենք իհարկե շնորհակալ ենք։ Եթե նախագիծը դուրս չգա իհարկե չենք համաձայնի, բայց ես ուզում եմ հասկանամ Լուսե ջան, դա ինչ կապ ունի իմ հարցի հետ։
Եթե դուք համաձայնություն տաք մեր առաջարկած նախագծին, մենք հաստատ տարբերակներ կգտնենք, որ դա իրականություն դառնա։ Այսինքն խոստովանում եք, որ Սրապենը համաձայն չի ըստ նախագծին։ Կա նման մտավախություն։ Հարգամ ջան, ցավ տանեմ։ Ինչի նախորոք։ Իր այդ չեք խոսել, ինչ եք մեզ կանչել։ Բարի երեկո։ Ես ինչ խորհրդավոր հավաքա առանց ինձ։ Այ հիմա բոլորս տեղում ենք, կարող ենք սկսել։